Ելենա Արշակյանի «Հարսնաձորի լեգենդը» սերիալում գալիս է այն պահը, որին հեռուստադիտողները սպասում էին շատ երկար։ Սակոն վերջապես հանդիպում է իր քրոջը Լալային։ Սա պարզապես ընտանեկան հանդիպում չէ, սա անցյալի ու ներկայի բախումն է, մեղքերի ու ճշմարտության դեմ առ դեմ կանգնելը։ Տարիներ շարունակ Լալայի անունը հնչում էր միայն որպես ցավոտ հիշողություն։ Սակոն էր այն մարդը, ով նրան դուրս հանեց տնից, զրկեց ընտանիքից, պատվից ու իրավունքից պաշտպանվելու։ Այդ օրը Լալան կորցրեց ոչ միայն տունը, այլ նաև կյանքը, որը կարող էր ունենալ։ Իսկ Սակոն համոզված էր, որ այդ էջը փակված է, որ Լալային այլևս երբեք չի վերադառնա ու չի խառնվի իր ստեղծած կարգ ու կանոնին, բայց ճակատագիրն այլ կերպ որոշեց։ Լալայի վերադարձը հանկարծակի է ու ծանր։ Երբ Սակոն առաջին անգամ տեսնում է նրան, նրա դեմքին այլևս չկա նախկին ինքնավստահությունն ու կոշտությունը։ Մի քանի վայրկյան նա բառացիորեն քարանում է, այդ հայացքում կա ամեն ինչ՝ վախ, զարմանք, զղջում ու չարտահայտված սարսափ։ Սակոն հասկանում է՝ Լալան վերադարձել է ոչ թե խոսելու, այլ իր հաշիվները մաքրելու։ Լալան այլևս այն վախեցած աղջիկը չէ, որին տարիներ առաջ տնից դուրս արեցին, նա վերադարձել է որպես ուժեղ, փորձություններով կոփված կին։ Նրա ձայնը հանգիստ է, բայց խոսքերը ծանր։ Նա Սակոյին հիշեցնելու է այն օրը, երբ ամեն ինչ սկսվեց, օրը, երբ Աշոտը սպանվեց, օրը, երբ Սակոն ընտրեց հանցագործությունը ճշմարտության փոխարեն։ Սակոն փորձում է պաշտպանվել, սկզբում ժխտում է, հետո փորձում է մեղքը բարդել հանգամանքների վրա, ապա քաջիկի, ճակատագրի, անհրաժեշտության, բայց Լալան չի եկել լսելու արդարացումներ, նա եկել է ասելու այն, ինչ տարիներ շարունակ կուտակվել էր իր ներսում։ Լալան բացահայտ ասում է, որ Աշոտը չի փախել, Աշոտը չի դավաճանել իր ընտանիքին, նա սպանվել է և սպանողը հենց դու ես։ Այս խոսքերը Սակոյի համար դառնալու են հոգեբանական հարված։ Նա հասկանում է, որ Լալան գիտի ամեն ինչ և ամենավտանգավորը, որ նա պատրաստ է այդ ճշմարտությունը պատմել մյուսներին։ Սակոյի մտքում միանգամից անցնում են Նարեի, Հայկի, Վռամի անունները։ Նա վախենում է ոչ միայն պատասխանատվությունից, այլ նաև իր իշխանության կորստից։ Լալան նաև բացահայտում է իր անձնական ցավը։ Նա պատմում է որդու մասին, որից զրկվել է այն կյանքից, որը ստիպված է եղել ապրել օտարերկրում։ Նա հիշեցնում է Սակոյին, որ իր բոլոր մեղքերի գինը վճարել են ուրիշները, իր երեխաները, կանայք, անմեղ մարդիկ։ Սակոյի համար այս հանդիպումը դառնում է շրջադարձային։ Նրա ներսում առաջին անգամ իսկական ճաք է առաջանում։ Մեղքի ծանրությունն այլևս չի կարողանում ծածկել կոպիտ խոսքերով ու սպառնալիքներով, բայց Սակոն դեռ պատրաստ չէ ընդունել մեղքը։ Նա հասկանում է, որ եթե Լալան խոսի, ամեն ինչ կփլուզվի։ Այստեղից սկսվում է նոր վտանգավոր խաղը։ Սակոն փորձելու է լռեցնել Լալային սպառնալիքներով, նույնիսկ խոստումներով, բայց Լալան այլևս վախ չունի կորցնելու, նա արդեն ամեն ինչ կորցրել է։ Այս հանդիպումից հետո սերիալը մտնում է նոր փուլ։ Լալայի վերադարձը նշանակում է, որ ճշմարտությունը մոտ է բացահայտմանը։ Սակոյի կառուցած կեղծ աշխարհը սկսում է քանդվել, իսկ ամենացավալին դեռ առջևում է, երբ Հայկը կիմանա, թե իրականում ինչ է պատահել իր հոր հետ։ Հարսնաձորի լեգենդն այս պահից դառնում է ոչ միայն ընտանեկան դրամա, այլ նաև մեղքերի հատուցման ու արդարության պատմություն։ Եվ մի բան արդեն պարզ է՝ Լալայի վերադարձից հետո ոչինչ այլևս նախկինը չի լինելու։ Իսկ մինչ կբացահայտվեն այս և այլ շատ հետաքրքիր գաղտնիքներ, չմոռանաք միանալ մեր ալիքին։ Որպեսզի տեղեկացված լինեք շոու բիզնեսյան անցուդարձին, նոր հեռուստասերիալներում կատարվող փոփոխությունների մասին և ոչ միայն։ Նշենք, որ ամենահետաքրքիրը դեռ առջևում է, այնպես որ բաց չթողնեք ձեր հնարավորությունը առաջինը տեղեկացված լինելու։ Եվ չմոռանաք նաև տեսանյութի մեկնաբանություններ բաժնում գրել, թե այս սերիալում որ դերասանին կամ դերասանուհուն եք ամենաշատը հավանում և որ դերասանին կամ դերասանուհուն կցանկանայիք տեսնել հաջորդ նախագծերում։ Իսկ հեռուստասերիալում իրավիճակը գնալով էլ ավելի է լարվում։ Վերջապես հասնելու է այս ամենն այն բանին, որ Հայկը գալու է Նարեի տուն ու նրան ստիպելու է, որպեսզի իր հետ ուղղակի հեռանա այդ տնից, իսկ ավելի մանրամասները մի փոքր ուշ բաժանորդագրվեք, որպեսզի լինեք տեղեկացված առաջինը։